Ղեկավարը ճշմարտությունն իմացավ հանդիպումից 1 ժամ առաջ արձագանքը սարսափելի էր։ Առավոտյան ուղիղ ժամը 9 էր, երբ Արմեն Պետրոսյանը իր Մերսեդեսը կայանեց 20 հարկանի հայելային շենքի առջ, որտեղ տեղակայված էր Պետրոսյան Industries-ի Հայաստանի ամենամեծ տեխնոլոգիական ընկերության գլխավոր գրասենյակը։ Երանի երկինքը ծանր էր, մոխրագույն ամպերով, որոնք, կարծես, ինչ-որ վատ բան էին նախանշում։ Արմենը այդ կայսրությունը կառուցել էր իր սեփական ձեռքերով, 25 տարի առաջ սկսելով վարձակալած փոքրիկ գրասենյակից։ Այժմ 53 տարեկանում նա ավելի քան 3000 աշխատակից ուներ, տարեկան միլիոնավոր դոլարներ էր վաստակում։ Այդ առավոտ Արմենը հատկապես անհանգիստ էր։ Ժամը 10-ին պետք է տեղի ունենար նրա ողջ գործարար կարիերայի ամենակարևոր հանդիպումը։ Միջազգային ներդրողներ պետք է ժամանեին Դուբայից, Լոնդոնից, Նյու Յորքից, քննարկելու միլիարդ դոլարի արժողությամբ միաձուլումը, որը իր ընկերությունը կվերածեր համաշխարհային հզորության։ Ամեն ինչ մանրակրկիտ պլանավորված էր։ Յուրաքանչյուր մանրուք տասնյակ անգամներ վերանայվել էր նրա վստահելի թիմի կողմից։ Երբ նա մտավ վերելակ, Արմենը ողջունեց Սոնային, ընդունարանի աշխատակցուհուն, որն այնտեղ աշխատել էր 15 տարի։ Նա ամաչկոտ ժպտաց, բայց նրա աչքերում ինչ-որ տարօրինակ բան կար։ Մի տեսակ կարեկցանք, խառնված վախի հետ։ Արմենն այդ պահին մեծ նշանակություն չտվեց դրան, բայց այդ հայացքը ընդմիշտ կմնար նրա հիշողության մեջ։ Այդ ժամին 20-րդ հարկում լուռ էր։ Արմենը սիրում էր շուտ ժամանել, նախքան ամենօրյա եռուզեռը սկսվելը։ Նրա համայնապատկերային գրասենյակից բացվում էր Արարատ լեռան, Հայաստանի խորհրդանիշի արտոնյալ տեսարանը։ Նա իր իտալական կաշվե պորտֆելը դրեց կարմիր ծառից պատրաստված սեղանին, միացրեց համակարգիչը։ Մինչ համակարգը կբեռնվի, նա էսպրեսո պատրաստեց սենյակի անկյունում պահվող ներմուծված մեքենայում։ Մինչ ներդրողների համար վերջնական ներկայացումը վերանայելը սկսելը, Արմենը որոշեց ստուգել իր էլեկտրոնային նամակները։ Կային հարյուրավոր չկարդացված հաղորդագրություններ, հիմնականում հանդիպման մասին։ Նա արագ թերթում էր թեմաները, երբ հատկապես մեկ էլեկտրոնային նամակ գրավեց նրա ուշադրությունը։ Ուղարկողը իրեն անծանոթ հասցեն էր, Hidden Truth 2024 ProtonMail.com։ Թեմայի տողում պարզապես գրված էր. Ինչ է Դավիթը թաքցնում քեզանից։ Դավիթ Աբրահամյանը Պետրոսյան Industries ընկերության փոխնախագահն էր 12 տարի շարունակ Արմենի աջ ձեռքը։ Նրանք համալսարանից ի վեր ընկերներ էին, միասին կառուցել էին ընկերությունը, կիսում էին ուրախություններն ու ճգնաժամերը։ Դավիթն ամուսնացած էր Անահիտի հետ, իսկ Արմենը նրանց 2 երեխաների՝ Տիգրանի Լուսինեի կնքահայրն էր։ Աբրահամյանների ընտանիքը բոլոր տոներն անցկացնում էր Արմենի տանը։ Նրանք գործնականում եղբայրներ էին։ Արմենը տատանվեց էլեկտրոնային նամակը բացելուց առաջ։ Հավանաբար, դա ինչ-որ դժգոհ աշխատակից էր, որը փորձում էր խնդիրներ ստեղծել։ Կամ գուցե հուսահատ մրցակից էր, որը ցանկանում էր խափանել հանդիպումը։ Բայց նրա ներսում ինչ-որ բան, նախնադարյան բնաստը, որը նրան տարիների ընթացքում առաջնորդել էր կարևոր որոշումներ կայացնելիս, պնդում էր, որ նա բացի հաղորդագրությունը։ Մեկ սեղմումով էլ։ Նամակը բացվեց։ Տեքստ չկար, միայն հղում դեպի ամպային պահեստում գտնվող համօգտագործվող թղթապանակ։ Արմենը նայեց ժամացույցին՝ 9:15։ Նա 45 րոպե ուներ մինչ հանդիպումը սկսելը։ Բավականաչափ ժամանակ ուներ ուսումնասիրելու դեռս վերանայելու իր ներկայացումը։ Նա սեղմեց հղման վրա։ Թղթապանակը պարունակում էր տասնյակ ֆայլեր։ PDF փաստաթղթեր, Excel աղյուսակներ, աուդիոձայնագրություններ, զրույցների էկրանի կադրեր։ Արմենը սկսեց պատահականորեն բացել ֆայլերը, առանց լիովին հասկանալու, թե ինչ է տեսնում։ Ապա, աստիճանաբար, կտորները սկսեցին տեղը ընկնել։ Եվ այն, ինչ նա տեսավ, նրա արյունը սառեց։ Առաջին փաստաթուղթը գաղտնի պայմանագիր էր Դավիթ Աբրահամյանի Սարգիսյան Թեք ընկերության Պետրոսյան Industries-ի հիմնական մրցակցի միջ։ 6 ամիս առաջ թվագրված պայմանագիրը ցույց էր տալիս, որ Դավիթը վաճառել էր ընկերության ընթացիկ նախագծերի վերաբերյալ գաղտնի տեղեկատվություն։ Դեռս չգրանցված արտոնագրեր, սեփական տեխնոլոգիաներ, շուկայական ռազմավարություններ, այս ամենը Կայմանյան կղզիներում գտնվող հաշվին ավանդադրված $2 միլիոն դիմաց։ Արմենը զգաց, որ ձեռքերը դողում են։ Սա պետք է կեղծիք լիներ։ Դավիթը երբեք նման բան չէր անի։ Նրանք եղբայրների պես էին։
Բայց փաստաթղթերը բացարձակապես օրինական տեսք ունեին, ստորագրություններով, դրոշմանիշներով, նոտարական վավերացմամբ։ Եթե դա ճիշտ էր, դա նշանակում էր, որ բոլոր այն նախագծերը, որոնց վրա նրանք աշխատել էին վերջին մի քանի ամիսների ընթացքում, վտանգված էին։ Մրցույթի մասնակիցները հստակ գիտեին, թե ինչ էին նրանք պլանավորում անել։ Երկրորդ ֆայլն ավելի անհանգստացնող էր։ Մի շարք էկրանային կադրեր ցույց էին տալիս Դավիթի մրցակից ընկերության սեփականատեր Ռաֆֆի Սարգսյանի միջ զրույցները։ Հաղորդագրություններում Դավիթը ոչ միայն վաճառում էր տեղեկատվություն, այլ ակտիվորեն խաթարում էր Petrosian Industries-ի նախագծերը։ Նա հրամայել էր ինժեներներին կանխամտածված սխալներ թույլ տալ կոդում, հետաձգել ռազմավարական մատակարարումները մրցակիցների համար տաղանդներ էր ներգրավել, առաջարկելով չափազանց բարձր աշխատավարձեր, որոնք, ինչպես գիտեր, Արմենը երբեք չէր վճարի։ Մասնավորապես, մեկ հաղորդագրությունը սրտխառնոց առաջացրեց Արմենի մոտ։ Արմենն այնքան է տարված միաձուլմամբ, որ շուրջը ոչինչ չի նկատում, դա նման է երեխայից քաղցրավենիք գողանալուն, 6 ամսից, երբ ամեն ինչ քանդվի, ես կվերցնեմ ընկերությունը կամ մաս-մաս կվաճառեմ քեզ, ամեն դեպքում, ես կհաղթեմ։ Արմենը կտրուկ վեր կացավ, գցելով սուրճի բաժակը, որը կոտրվեց մարմարե հատակին։ Նա չէր կարողանում նորմալ շնչել։ 25 տարվա բարեկամություն։ 12 տարի կողք կողքի աշխատել։ Նա Դավիթին վստահել էր ոչ միայն իր բիզնեսը, այլ իր կյանքը, իր ընտանիքը, իր երազանքները։ Եվ այդ ամենը սուտ էր։ Բայց կար ավելին։ Շատ ավելին։ Երրորդ ֆայլը պարունակում էր աուդիոձայնագրություններ։ Արմենը դողացող ձեռքերով սեղմեց առաջինի վրա։ Դա հանդիպում էր Դավիթի թիմի ավագ անդամների միջ։ Արմենը ճանաչեց ձայները, Վարդան, ֆինանսական տնօրեն։ Նարինե, մարդկային ռեսուրսների ղեկավար։ Գրիգոր, տեղեկատվական անվտանգության պատասխանատու։ Բոլորը վստահելի աշխատակիցներ։ Բոլորը անձամբ վարձված էին Արմենի կողմից։ Ձայնագրության մեջ Դավիթը համակարգում էր մանրակրկիտ ծրագիր, խափանելու այդ առավոտյան ներկայացվող միաձուլումը։ Նրանք կեղծել էին ներդրողներին ներկայացվելիք ֆինանսական ցուցանիշները։ Շահույթը 30%-ով ուռճացված էր։ Գործառնական ծախսերը արհեստականորեն նվազեցվել էին։ Աճի կանխատեսումները մաքուր հորինվածք էին։ Ծրագիրն այն էր, որ ներդրողներին համոզեին ստորագրել պայմանագիրը, հիմնվելով կեղծ տեղեկատվության վրա, ապա երբ ճշմարտությունը բացահայտվեր, դատի տար Արմենին խարդախության համար։ Արմենի սնանկության, հավանաբար, բանտում գտնվելուց հետո Դավիթը կստանձնի ընկերությունը, պնդելով, որ տեղյակ չէ խարդախության մասին։ Նա կներկայացնի իրեն որպես փրկիչ, որը բացահայտել է կոռուպցիան աշխատում է այն շտկելու ուղղությամբ։ Միջազգային ներդրողները կհեռանան, բայց Սարգսյան թեքը կառաջարկի գնել դժվարություններ ունեցող ընկերությունը։ Դավիթը կվաճառի, կգրպանի իր բաժնեմասը, բոլոր դավադիրները կպարգատրվեն նոր ընկերությունում գործադիր պաշտոններով։ Դա կատարյալ հեղաշրջում էր։ Ամիսներ շարունակ պլանավորված։ Եվ Արմենը կուրացած միաձուլման վերաբերյալ վստահությունից ոգորությունից ոչինչ չէր նկատել։ Եթե հետում եք այս պատմությանը, երբ զգացել եք, որ ձեր վստահությունը դավաճանվել է ձեզ մտերիմ մեկի կողմից, թողեք մեկնաբանություն պատմելով, թե ինչպես եք հաղթահարել դա։ Արմենը շարունակեց լսել ձայնագրությունները։ Ընդհանուր առմամբ 12-ն էին, որոնք փաստաթղթավորում էին դավադրության յուրաքանչյուր քայլը։ Դրանցից մեկում Դավիթը ծիծաղում էր, ընդօրինակելով Արմենի խոսելածը, ծաղրելով իր ընկերությունը միջազգային մակարդակով ընդլայնելու երազանքները։ Նա կարծում է, որ ինքը հայ Սթիվ Ջոբսն է, ծիծաղի միջից ասաց Դավիթը, մինչ մյուսները ծիծաղում էին։ Նա կպարզվի, որ ինքը պարզապես մի հիմար ծերունի է, որը չափազանց շատ է վստահում մարդկանց։ Անարգանքը գրեթե նույնքան ցավոտ էր, որքան դավաճանությունը։ Արմենը այդ մարդկանց վերաբերվել էր որպես ընտանիքի անդամի։ Նա առատաձեռն բոնուսներ էր վճարում, շահույթի բաշխում էր առաջարկում, ներկա էր նրանց երեխաների հարսանիքներին մկրտություններին։ Երբ Վարդանն ունեցավ սրտի խնդիրներ ունեցող որդի, Արմենն անձամբ վճարեց նրա բուժման համար Միացյալ Նահանգներում։ Երբ Նարինեն կորցրեց մորը, Արմենը չեղարկեց կարևոր հանդիպումները հուղարկավորությանը մասնակցելու համար։ Եվ այդպես նրանք փոխհատուցեցին նրա հավատարմությունը։ Չորրորդ ֆայլը պարունակում էր մանրամասն աղյուսակներ, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես էր գումարը շեղվում։ Վերջին 6 ամիսների ընթացքում ընկերությունից մոտ $5 միլիոն է փոխանցվել կեղծ պայմանագրերի, ֆանտոմ մատակարարների հորինված բոնուսների միջոցով։
Գումարը լվացվել է կեղծ ընկերությունների բարդ ցանցի միջոցով հայտնվել դավադիրների անձնական հաշիվներում։ Արմենը ստուգեց ամսաթվերը։ Անկանոնությունները սկսվել էին ուղիղ մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ նա խորհրդին հայտարարեց միաձուլման բանակցությունների մասին։ Սա նշանակում էր, որ ընկերության վաճառքից շահույթ ստանալու հնարավորությունը ագահություն էր արթնացրել այն մարդկանց մոտ, որոնց նա ազնիվ էր համարում։ Կամ գուցե նրանք միշտ այդպիսին են եղել, նա պարզապես չափազանց միամիտ էր դա գիտակցելու համար։ 5-րդ ֆայլը ամենաանձնականն ու ցավոտն էր։ Դավիթի նրա կնոջ, Անահիտի միջ նամակներ։ Արմենը չէր ուզում կարդալ դրանք, բայց չէր էլ կարողանում դադարեցնել։ Հաղորդագրություններում Անահիտը ոչ միայն ամեն ինչ գիտեր, այլ ակտիվորեն մասնակցում էր ծրագրին։ Նա էր, ով Դավիթին առաջարկել էր օգտագործել Արմենի հետ իր բարեկամությունը ժամանակ շահելու կասկածներից խուսափելու համար։ Շարունակիր երեխաներին տանել իրենց կնքահոր մոտ, գրել էր նա։ Որքան շատ նա վստահի քեզ, այնքան քիչ կկասկածի։ Ավելին կար։ Անահիտն ու Դավիթը դաժան կատակներ էին անում Արմենի ամուրիության անզավակի մասին։ Նրանք ասում էին, որ նա այնքան տարված էր աշխատանքով, որ երբեք չէր սովորել իսկապես վստահել մարդկանց, բացառությամբ ընկերների, ովքեր շահագործում էին հենց այդ պակասը։ Նրանք պլանավորում էին դավադրության արդյունքում ստացված գումարն օգտագործել Լոս Անջելեսում առանձնատուն գնելու իրենց երեխաներին էլիտար ամերիկյան համալսարաններ ուղարկելու համար։ Արմենը նայում էր սեղանին դրված շրջանակված լուսանկարին։ Նա, Դավիթը, Անահիտը երեխաները նախորդ տարի լողափ էին գնացել։ Բոլորը ժպտում էին։ Երջանիկ ընտանիք։ Ամեն ինչ սուտ էր։ Նա վերցրեց լուսանկարը նետեց պատին։ Ապակին 1000 կտորների փշրվեց, ինչպես նրա ցանկացած մարդու վստահելու ունակությունը։ 6-րդ գործը բացահայտեց, որ դավադրությունը տարածվում էր իր ընկերությունից դուրս։ Դավիթը գործարքներ էր կնքել խորհրդի անդամների հետ, քվեարկելու Արմենի հեռացման օգտին, եթե միաձուլումը ձախողվի։ 5 խորհրդի անդամներից 3-ը ամսական վճարումներ էին ստանում Դավիթին աջակցելու համար, երբ ժամանակը գար։ Փաստաթղթերը ներառում էին բանկային ավանդների պատճեններ, ստորագրված համաձայնագրեր, նույնիսկ ղեկավարության փոխանցման ժամանակացույց։ Արմենը նորից նայեց ժամացույցին՝ 9:40։ 20 րոպե էր մնացել մինչ հանդիպումը։ Ներդրողները, հավանաբար, արդեն ճանապարհին էին։ Դավիթը շուտով կժամաներ, իր կեղծ ժպիտով կրկնած խոսքերով։ Բոլոր դավադիրները այնտեղ կլինեին, կխաղային իրենց դերերը, կսպասեին, որ Արմենը կներկայացներ խարտախ թվերը կփորեր իր գերեզմանը։ Բայց հիմա նա գիտեր։ Հարցն այն էր, թե ինչ անել այս տեղեկատվության հետ։ Արմենը իմպուլսիվ մարդ չէր։ Նա այնտեղ չէր հասել, էմոցիոնալ որոշումներ կայացնելով։ Նա պետք է ռազմավարական մտածեր։ Չեղարկել հանդիպումը։ Անմիջապես դիմակայել Դավիթին։ Զանգահարել ոստիկանություն։ Յուրաքանչյուր տարբերակ հետանքներ ուներ։ Եթե նա չեղարկեր հանդիպումը առանց բացատրության, մինույն է, կկորցներ ներդրողներին։ Նրանք աշխարհի կեսն էին անցել այնտեղ լինելու համար։ Եթե նա հիմա դիմակայի Դավիթին, առանց վկաների, առանց պատշաճ իրավական նախապատրաստության, խաբեությունը կարող էր պարզապես հարմարվել շարունակվել։ Եթե նա անմիջապես ոստիկանություն զանգահարեր, կար վտանգ, որ հմուտ փաստաբանները կգտնեին սողանցքներ մեղավորներին ազատ արձակելու համար, նախքան բոլոր ապացույցները համախմբվեն։ Արմենը թղթապանակից բոլոր ֆայլերը ներբեռնեց կոդավորված սկավառակի վրա։ Այնուհետ պատճեններն ուղարկեց իր անձնական փաստաբան Արտակ Խաչատուրյանին, շտաբ հաղորդագրությամբ. «Մի արի հանդիպմանը։ Մնացեք հասանելի։ Ես շուտով կարիք կունենամ ձեզ։ Եվ ոստիկանություն բերեք, եթե կեսօրին չզանգեմ։ Եթե ձեզ դուր է գալիս այս շրջադարձը, ցեղմեք հավանել կոճակը, որպեսզի մենք շարունակենք ձեզ համար ազդեցիկ պատմություններ ներկայացնել»։ Այսպիսով, Արմենը սկսեց ծրագիր մշակել։ Նրա միտքը, որը սրվել էր տասնամյակների բարդ բանակցություններից, աշխատում էր մեծ արագությամբ, նույնիսկ ցավի զայրույթի միջով։ Նա չէր լինի զոհը։ Նա չէր տա Դավիթին նրա հանցակիցներին այն բավարարվածությունը, որ կտեսնեին իրեն կործանված։ Եթե նրանք պատերազմ ուզենային, կպատերազմեին։ Բայց դա կլիներ Արմենի պայմաններով։
Նախ նա պետք է ստուգեր, թե արդյոք կան հանդիպմանը ներկայացվելիք կեղծ փաստաթղթերի ֆիզիկական պատճեններ։ Արմենը հեռակա մուտք գործեց Դավիթի համակարգիչ, օգտագործելով միայն իրեն պատկանող համակարգային ադմինիստրատորի լիազորագրերը։ Ահա դրանք. PowerPoint շնորհանդեսներ, լիովին կեղծ թվերով, կեղծված ֆինանսական հաշվետվություններ, անհեթեթ կանխատեսումներ։ Նա ամեն ինչ պատճենեց համեմատեց ընկերության իրական տվյալների հետ, որոնք պահում էր առանձին, անվտանգ սերվերի վրա։ Տարբերությունը ակնառու էր։ Իրական փաստաթղթերում ընկերությունը առողջ շահութաբեր էր, բայց համեստ անկեղծ թվերով։ Դավիթի խարդախ փաստաթղթերում Պետրոսյան Industries նման էր հաջորդ Apple-ին։ Ցանկացած փորձառու աուդիտոր կբացահայտեր խարդախությունը մի քանի շաբաթվա ընթացքում, ճիշտ այնպես, ինչպես նախատեսված էր։ Այնուհետ Արմենը մուտք գործեց շենքի անվտանգության համակարգ։ Նա ստուգեց նիստերի սենյակի տեսախցիկները, որտեղ պետք է տեղի ունենար հանդիպումը։ Ամեն ինչ կատարյալ էր աշխատում։ Լավ։ Նա ծրագրավորեց համակարգը, որպեսզի ամեն ինչ ձայնագրի բարձր թույլտվությամբ ավտոմատ կերպով պատճեններ ուղարկի 3 տարբեր սերվերների, այդ թվում մեկը միջազգային ամպում, որին Դավիթը չէր կարող մուտք գործել կամ ջնջել։ Այնուհետ Արմենը արեց մի բան, որը երբեք չէր արել իր 25 տարվա կարիերայի ընթացքում։ Նա մուտք գործեց բոլոր խորհրդի անդամների անձնական էլեկտրոնային փոստի հասցեներ։ Տեխնիկապես դա անօրինական էր, բայց նրան այլևս չէին հետաքրքրում տեխնիկական մանրամասները։ Նա գտավ հենց այն, ինչ ակնկալում էր։ Դավադիրների միջ հաղորդագրություններ, որոնք համակարգում էին յուրաքանչյուր մանրուք։ Քննարկում էին, թե ինչպես են բաժանելու գումարը։ Պլանավորում էին իրենց շքեղ կյանքը, ոչնչացնելով այն մարդուն, ով նրանց աշխատանք, հնարավորություններ վստահություն էր տվել։ Նարինեի, Դավիթին ուղված նամակում ասվում էր. Ես գրեթե կարեկցում եմ ծերունուն։ Նա իսկապես հավատում է, որ մենք իրեն հավատարիմ ենք։ Դավիթը պատասխանեց. Հավատարմությունը Լոս Անջելեսում առանձնատներ չի գնում։ Վաղը այս ժամին մենք հարուստ կլինենք, իսկ նա կործանված։ Այդպիսին է բիզնեսի աշխարհը։ Դարվինը ճիշտ էր։ Ամենաուժեղները գոյատում են, ոչ թե ամենալավերը։ Արմենի զգացած զայրույթը գերազանցում էր իր երբե ապրած ամեն ինչ։ Խոսքը միայն փողի կամ ընկերության մասին չէր։ Խոսքը նրա համար սրբազան ամեն ինչի, բարեկամության, հավատարմության, ազնվության լիակատար խախտման մասին էր։ Նա իր կյանքը կառուցել էր այս արժեքների վրա։ Եվ հիմա նա հասկացավ, որ այն մարդկանց համար, որոնց ամենաշատն էր վստահում, դրանք պարզապես դատարկ խոսքեր էին։ 9:55 5 րոպե։ Արմենը լսեց վերելակի 20-րդ հարկ ժամանումը։ Ծանոթ ձայներ միջանցքում։ Դավիթը կենսուրախ զրուցում էր Վարդանի հետ մեծ օրվա մասին։ Նարինեն ծիծաղում էր ինչ-որ կատակի վրա։ Գրիգորը հեռախոսով խոսում էր, համոզվելու համար, որ ամեն ինչ կատարյալ կընթանա։ Բոլորը կատարում էին իրենց դերերը, որպես հավատարիմ կոմպետենտ ղեկավարներ։ Արմենը նայեց իրեն սեղանի ետում գտնվող հայելու մեջ։ Նրա դեմքը գունատ էր, ճակատին քրտինք կար, իսկ ձեռքերը դեռ թեթակի դողում էին։ Նա 3 անգամ խորը շունչ քաշեց, մի տեխնիկա, որը տարիներ առաջ սովորել էր կարևոր ներկայացումներից առաջ անհանգստությունը զսպելու համար։ Նա պետք է նորմալ տեսք ունենար։ Նա չէր կարող ցույց տալ, որ ամեն ինչ գիտի։ Դռան թակոց լսվեց. Արմեն, կարող եմ ներս մտնել, լսվեց Դավիթի ձայնը, ինչպես միշտ բարեկամական։ Ներդրողները հենց նոր են ժամանել։ Նրանք հանդիպումների սենյակում են։ Պատրաստ ես պատմություն կերտել։ Արմենը դուռը բացեց այնպիսի ժպիտով, որը նրա աչքերին չհասավ։ Պատրաստ եմ, ընկերս։ Մենք պատմություն ենք կերտելու, կարող ես դրանում վստահ լինել։ Նրա խոսքերի հեգնանքը բոլորովին աննկատ մնաց Դավիթի համար, ով բարեկամաբար թեթակի շոյեց նրա մեջքը։ Նրանք միասին քայլում էին միջանցքով։ Դավիթը անդադար խոսում էր, անդրադառնալով ներկայացման հիմնական կետերին, հաստատելով, որ Արմենը հիշում է ներդրողների համար որոշակի տեղեկություններ շեշտելը։ Կեղծ տեղեկություններ։ Հորինված թվեր։ Արմենը համաձայն էր ամեն ինչի հետ, մտքում գրառումներ անելով իր լավագույն ընկերոջ բերանից դուրս եկող յուրաքանչյուր սուտ։ Հանդիպումների սենյակը անբասիր էր։ Իտալական ապակե սեղան, էրգոնոմիկ կաշվեաթոռներ, ժամանակակից ձայնային տեսաերիզային համակարգ։ Պատերի երկայնքով վահանակները ներկայացնում էին Պետրոսյան արդյունաբերության պատմությունը։
Արմենի լուսանկարները սկզբնական շրջանում, երբ նա միայնակ էր աշխատում փոքրիկ գրասենյակում։ 5 աշխատակիցներից բաղկացած առաջին թիմը։ Առաջին սեփական գլխավոր գրասենյակի բացումը։ Տարիների ընթացքում ստացած մրցանակներն ու ճանաչումները։ Արմենը նայեց այդ պատկերներին խորը տխրություն զգաց։ Իր կառուցած ամեն ինչ փորձության էր ենթարկվելու ամենադաժան ձով։ Բայց նա չէր նահանջելու։ Նա թույլ չէր տա դավաճաններին ոչնչացնել իր ժառանգությունը։ Ներդրողները թանկարժեք կոստյումներով 4 տղամարդիկ էին, Նյու Յորքից Ջեյմս Մորիսոնը, ով հայտնի է ստարտափները կորպորատիվ հսկաների վերածելով, Դուբայից Շեյխ Աբդուլլահ Ալ-Մանսուրին, ով ներկայացնում էր միլիարդավոր ակտիվներ ունեցող ինքնիշխան հարստության հիմնադրամը, Լոնդոնից Սըր Ռիչարդ Փեմբերտոնը, ով միջազգային միաձուլումների ձեռքբերումների վետերան է, Հոնկոնգից Չեն Վեյը, ով տեխնոլոգիական ընկերությունները ասիական շուկաներ ընդլայնելու փորձագետ է։ Բոլորը իրենց տնային աշխատանքն էին կատարել։ Նրանք գիտեին Petrosian Industries-ի հրապարակային թվերը։ Նրանք գիտեին Հայաստանի Կովկասի շուկաների ներուժը։ Նրանք հետաքրքրված էին, բայց զգույշ։ Նրանք պետք է համոզվեին, որ սա հիմնավորված ներդրում էր ոչ թե չափազանց մեծ ռիսկ։ Դավիթը պաշտոնական ներկայացումներ կատարեց։ Արմենը ողջունեց յուրաքանչյուր ներդրողի, ձեռք սեղմելով աչքերի մեջ նայելով։ Նա իր կարիերայի ընթացքում հազարավոր գործարքներ էր կնքել։ Նա գիտեր, թե ինչպես վստահություն ներշնչել։ Բայց այս անգամ ամեն ինչ այլ էր։ Նա այնտեղ չէր իր ընկերությունը վաճառելու համար։ Նա այնտեղ էր դավադրությունը բացահայտելու համար։ Բոլորը նստեցին։ Վարդանը բաժանեց տպագիր փաստաթղթեր պարունակող թղթապանակներ։ Արմենը նկատեց, որ դրանք կեղծ փաստաթղթեր են։ Փքված թվեր, ֆանտաստիկ կանխատեսումներ։ Նա հանգիստ թերթեց թղթապանակը, կարծես առաջին անգամ էր տեսնում այն։ Ներսում նրա միտքը արագ աշխատում էր, ճշգրտելով կատարելագործելով իր ծրագիրը։ Դավիթը սկսեց շնորհանդեսը։ Նա լավն էր։ Նա միշտ էլ այդպիսին է եղել։ Խարիզմատիկ, հռետոր, համոզիչ։ Նա ցուցադրեց աճող միտումներով գրաֆիկներով սլայդներ, խոսեց շուկայական հնարավորությունների մասին, ոսկե ապագա նկարեց միավորված ընկերության համար։ Ներդրողները ուշադիր լսում էին, պարբերաբար նշումներ անում, միմյանց հետ հայացքներ փոխանակում։ Ներկայացման 15 րոպե անց Դավիթն իր տարերքի մեջ էր։ Նա խոսեց այն մասին, թե ինչպես է Petrosian Industries-ը գերիշխել հայկական շուկայում պատրաստ է միջազգային ընդլայնման։ Նա մեջբերեց աճի թվեր, որոնք պարզապես գոյություն չունեին։ Նա խոստացավ ներդրումներից ստացվող եկամուտներ, որոնք մաթեմատիկորեն անհնար էին։ Եվ այս ամենը նա արեց այն մարդու վստահությամբ, ով հավատում է, որ շուտով կարող է կատարյալ խաբեություն իրականացնել։ Արմենը նկատում էր ոչ միայն Դավիթին, այլ սենյակում գտնվող բոլորին։ Վարդանը նստած էր անկյունում, պատրաստ իր նախապես պատրաստված ստերով պատասխանել ֆինանսական հարցերին։ Նարինեն դռան մոտ էր, ձեռքին մի թղթապանակ, որի մեջ արդեն մշակված էին պայմանագրեր, որոնք ներդրողները պետք է անմիջապես ստորագրեին, նախքան նրանք ժամանակ կունենային շատ մտածելու։ Գրիգորը, կարծես, անտարբեր էր, բայց Արմենը գիտեր, որ այնտեղ է համոզվելու համար, որ հանդիպման ժամանակ ոչ ոք չի փորձի մուտք գործել ընկերության սերվերներ, ներկայացված թվերը ստուգելու համար։ 25 րոպե անց Դավիթը բացեց ամբիոնը հարցերի համար։ Ներդրողները սկսեցին հարցնել նրան կոնկրետ մանրամասների մասին։ Մորիսոնը ցանկանում էր ավելին իմանալ որոշակի ապրանքների շահույթի մարժաների մասին։ Ալ-Մանսուրին հետաքրքրվեց մերձավոր արևելքում ընդլայնման ռազմավարությամբ։ Փեմբերտոնը հետաքրքրված էր միավորումից հետո կորպորատիվ կառավարման կառուցվածքով։ Չեն Վեյը կասկածի տակ դրեց մտավոր սեփականության պաշտպանության հարցը։ Դավիթը հեշտությամբ պատասխանում էր ամեն ինչին, մասնակի ճշմարտությունները խառնելով բացահայտ ստերի հետ։ Երբ նա ինչ-որ բան չգիտեր, տեղում հորինում էր այն այնպիսի համոզմունքով, որ այն թվում էր ճշմարիտ։ Արմենը հասկացավ տեխնիկան։ Նա ինքն էր տարիներ առաջ Դավթին սովորեցրել, թե ինչպես վարվել կասկածամիտ ներդրողների հետ։ Նա երբեք չէր պատկերացրել, որ այս դասերը կօգտագործվեն իրեն խաբելու համար։ 30 րոպե։ Խոսելու հերթը Արմենինն էր։ Բոլորի հայացքները նրա վրա էին։ Դավիթը նրան հեռակառավարման վահանակ տվեց, շնորհանդեսի սլայդները առաջ տանելու համար։ Արմենը վերցրեց հեռակառավարիչը, հանգիստ վեր կացավ գնաց սենյակի արջի մաս։
Նա մի պահ կանգնած էր այնտեղ, լուռ, նայելով ներկաներից յուրաքանչյուրին։ «Պարոնայք», սկսեց նա հանգիստ սուսպ ձայնով։ «Ես անչափ շնորհակալ եմ, որ այսքան հեռու եք ճանապարհորդել այսօր այստեղ լինելու համար։ Գիտեմ, որ ժամանակը ձեր ունեցած ամենաարժեքավոր ռեսուրսն է, ես պատիվ եմ համարում, որ դուք ընտրել եք այս ժամանակը մեզ հետ ներդնել»։ Դավիթը ժպտաց, մտածելով, որ ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի։ Մյուս դավադիրները մի փոքր թուլացան։ Ներդրողները սպասում էին, հետաքրքրված լինելով ընկերության հիմնադրից։ «Դուք հենց նոր լսեցիք իմ փոխնախագահ Դավիթ Աբրահամյանի շատ տպավորիչ ներկայացումը», շարունակեց Արմենը։ «Անսովոր թվեր, հավակնոտ կանխատեսումներ, պայծառ ապագա, բոլորը շատ լավն են»։ Նա լռեց։ Բոլորը լիովին կեղծ են։ Սենյակում լռություն էր տիրում։ Դավիթը գունատվեց։ Վարդանը գցեց ձեռքում պահած գրիչը։ Նարինեն բնազդաբար վեր կացավ, կարծես ուզում էր փախչել։ Գրիգորը լարվեց, ձեռքը ռեֆլեքսիվորեն շարժվեց դեպի հեռախոսը։ Ներդրողները փոխանակեցին շփոթված տեսանելիորեն անհարմար հայացքներ։ «Արմեն, ինչի՞ մասին ես խոսում», փորձեց Դավիթը ծիծաղել, բայց ծիծաղը դուրս եկավ հարկադրված, արհեստական։ «Սրանք այն թվերն են, որոնք մենք միասին վերանայել ենք տասնյակ անգամներ։ Դու ինքդ հաստատեցիր ամբողջ ներկայացումը»։ «Սուտ է», պարզապես ասաց Արմենը։ «Ես այսօր երբեք այս թվերը չեմ տեսել։ Որովհետև դու դրանք հորինել ես։ Այս սենյակում գտնվող քո հանցակիցների հետ միասին»։ Նա մատնացույց արեց Վարդանին, Նարինեին, Գրիգորին։ «Դու ամեն ինչ մանրակրկիտ պլանավորել ես։ Ներդրողներին կեղծ թվեր ներկայացնել, նրանց համաձայնագիր ստորագրել տալ, իսկ հետո ինձ ոչնչացնել, երբ խարդախությունը բացահայտվի։ Դուք խելագար եք», կտրուկ վեր կացավ Դավիթը։ «Պարոնայք, ներողություն եմ խնդրում։ Իմ գործընկերը ակնհայտորեն մեծ սթրեսի մեջ է։ Հնարավոր է, այս հանդիպման ճնշման պատճառով։ Նա չգիտի, թե ինչ է ասում։ Մենք պետք է մի փոքր ընդմիջում անենք»։ «Նստիր, Դավիթ»։ Արմենի ձայնը կտրեց օդը ինչպես շեղբ։ Դա խնդրանք չէր։ Դա հրաման էր։ Եվ Արմենի տոնի, կեցվածքի հայացքի մեջ կար ինչ-որ բան, որը Դավիթին ստիպում էր ինքնաբերաբար հնազանդվել, ծանրորեն ընկնելով աթոռին։ Արմենը վերցրեց իր նոութբուքը, միացրեց այն պրոյեկցիոն համակարգին։ «Թույլ տվեք մեր հարգարժան հյուրերին ցույց տալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել վերջին 6 ամիսների ընթացքում»։ Նա սկսեց բացել նախկինում ստացված ֆայլերը։ Մրցույթի հետ գաղտնի պայմանագրեր։ Դավադիր զրույցների էկրանի կադրեր։ Էլեկտրոնային աղյուսակներ, որոնք մանրամասն նկարագրում են յուրացումները։ Ձայնագրություններ, որտեղ Դավիթը համակարգել է հեղաշրջումը։ Ներդրողները առաջ թեքվեցին, կլանելով յուրաքանչյուր մանրուք։ Մորիսոնը խոժոռվեց, արագ նշումներ անելով։ Ալ-Մանսուրին մրմնջաց արաբերեն, ակնհայտորեն ցնցված։ Պեմբերտոնը հանել էր իր սեփական նոութբուքը, սկսել էր իրական ժամանակում խաչած ստուգել։ Չեմվեյը մնաց անտարբեր, բայց նրա աչքերը արագ շարժվում էին, մշակելով տեղեկատվությունը։ Դավիթը փորձեց պաշտպանվել։ «Սա խաբեություն է։ Ինչ-որ մեկը փորձում է մեզ դիվերսիաներ կազմակերպել։ Արմեն, դու իսկապես չես կարող հավատալ դրանը»։ Բայց նրա ձայնը հուսահատ էր հնչում, ձեռքերը դողում էին, քրտինքը կաթում էր ճակատից։ Արմենը միացրեց աուդիո ֆայլերից մեկը։ Դավիթի ձայնը լցրեց սենյակը, պարզ ու անսխալ։ Արմենն այնքան է տարված միաձուլմամբ, որ շուրջը ոչինչ չի նկատում։ Դա նման է երեխայից քաղցրավենի գողանալուն։ 6 ամսից, երբ ամեն ինչ քանդվի, ես կվերցնեմ ընկերությունը կամ կտոր կանեմ։ Դավիթի դեմքից գույնը լիովին անհետացել էր։ Վարդանը պարտված հայացքով նայում էր սեղանին։ Նարինեն լուռ լաց էր լինում։ Գրիգորը վեր կացել էր, դանդաղ քայլում էր դեպի դուռը, բայց Արմենը ձեռքով արեց 2 պահակներ, որոնց նա աննկատելիորեն տեղավորել էր, փակեցին ելքը։ «Ես ձեզ այստեղ բերեցի», ասաց Արմենը ներդրողներին, ոչ թե իմ ընկերությունը կեղծ պատրվակով վաճառելու համար, այլ արդարադատություն տեսնելու համար։ Տեսնելու, թե ինչ է կատարվում, երբ հավատարմությունը դավաճանվում է, իսկ վստահությունը կոտրվում։ Որովհետև դուք արժանի եք իմանալ, թե ապագա գործարքներում ինչպիսի մարդկանցից պետք է խուսափել։ Նա ներկայացրեց լրացուցիչ ապացույցներ։
Դավիթի Սարգիսյան թեքի միջ զրույցները։ Կայմանյան կղզիներում պահված $2 միլիոն։ 5 միլիոնը շեղվել է բարդ սխեմաների միջոցով։ Կաշառված խորհրդականները։ Արմենին հեռացնելու ժամանակացույցը։ Բոլորը փաստաթղթավորված, ստուգելի, անհերքելի։ Մորիսոնն առաջինը խոսեց. Պարոն Պետրոսյան, սա անսովոր է և անհանգստացնող։ Կարող եմ հարցնել, թե ինչպես եք ստացել այս տեղեկատվությունը։ Այսօր առավոտյան ինձ ամեն ինչ ուղարկել է խղճի խայտ ունեցող մեկը։ Այս հանդիպումից ուղիղ 1 ժամ առաջ, պատասխանեց Արմենը։ Չգիտեմ, ով։ Գուցե մեկը, ով աշխատում է Սարգիսյան տեղ, ում զղջացել է։ Գուցե դավադիրներից մեկը, ով հասկացել է, որ սա չափազանց հեռու է գնում։ Անկեղծ ասած, դա էական չէ։ Կարևորն այն է, որ հիմա մենք բոլորս գիտենք ճշմարտությունը։ Դավիթը վերջապես գտավ իր ձայնը։ Արմեն, խնդրում եմ։ Կարող ենք այս մասին խոսել։ Առանձին։ Ոչ այսպես, ոչ բոլորի ներկայությամբ։ Ում արջ, Դավիթ։ Վկաների։ Դա է քեզ անհանգստացնում, չոր, անհումոր ծիծաղեց Արմենը։ Դու պատրաստ էիր հրապարակավ ոչնչացնել ինձ, փչացնել իմ հեղինակությունը, հնարավոր է բանտ նստեցնել։ Եվ հիմա ուզում ես անձնական կյանք, ներողություն խնդրելու համար։ Սա սխալ էր։ Մենք թույլ տվեցինք, որ ագահությունը հաղթի մեզ։ Բայց դեռ ոչինչ չի պատահել։ Մենք կարող ենք ամեն ինչ շրջել։ Ներդրողները կարող են տեսնել իրական թվերը, մենք կարող ենք անցկացնել պատշաճ աուդիտ, մենք կարող ենք կառուցել ազնիվ միաձուլում։ Եվ պետք է նորից վստահեմ քեզ, ընդհատեց Արմենը։ 12 տարվա բարեկամություն, 25 տարվա բիզնես, դու դանակահարեցիր ինձ մեջքից մի քանի լրացուցիչ միլիոն վաստակելու առաջին հնարավորության համար։ Ինչու, ի վերջո, պետք է քեզ երկրորդ հնարավորություն տամ։ Դավիթը պատասխան չուներ։ Նա պարզապես գլուխը կախեց, պարտված։ Վարդանը սկսեց խոսել, փորձելով նվազագույնի հասցնել իր ներգրավվածությունը, պնդելով, որ միայն հրամաններ է կատարում։ Նարինեն ներողություն խնդրեց, ասելով, որ իրեն գումար է պետք իր ընտանիքի մասին հոգ տանելու համար։ Գրիգորը լուր մնաց, գիտակցելով, որ հնարավոր պաշտպանություն չկա։ Արմենը դիմեց ներդրողներին։ Պարոնայք, ակնհայտ է, որ այս միաձուլումը տեղի չի ունենա։ Ոչ այսօր, ոչ այս պայմաններում։ Ներողություն եմ խնդրում այստեղ գալու վրա ծախսած ժամանակի ռեսուրսների համար։ Իմ օգնականները կփոխհատուցեն ձեր բոլոր ճանապարհածախսերը, կացության ծախսերը։ Եվ եթե դուք ցանկանում եք դատի տալ իմ ընկերությանը որևէ վնասի համար, ես դա չեմ վիճարկի։ Փեմբերտոնը գլուխը թափ տվեց։ Սյու։ Պարոն Պետրոսյան, դուք այստեղ զոհն եք։ Ավելին, դուք ցուցաբերել եք բացառիկ ազնվություն, բացահայտելով այս խարդախությունը, այլ ոչ թե ծածկելով այն կամ, ավելի վատը, թույլ տալով, որ այն շարունակվի։ Դա ինձ ավելին է ասում ձեր բնավորության մասին, քան ցանկացած ներկայացում կարող էր։ Ալ-Մանսուրին համաձայնեց։ Իմ մշակույթում պատիվն ու ազնվությունը հիմնարար արժեքներ են։ Դուք այսօր ցուցադրեցիք երկուսն էլ։ Չնայած միաձուլումը հստակորեն չեղարկված է, ես կցանկանայի իմանալ ձեր ընկերության իրական թվերը։ Երբ դուք լուծեք այս ներքին իրավիճակը, գուցե կարողանանք կրկին խոսել հնարավոր ներդրումների մասին։ Մորիսոնը կատաղած մեքենագրում էր իր հեռախոսով։ Ես արդեն ուղարկում եմ այս տեղեկատվությունը իմ իրավաբանական կոնտակտներին։ Այս տեսակի կորպորատիվ դավադրությունը հանցագործություն է գրեթե բոլոր իրավասության մեջ։ Այս անձինք պետք է ոչ միայն ազատվեն աշխատանքից, այլ հետապնդվեն օրենքի ողջ խստությամբ։ Չեմվեյը, որը մինչ այդ լուռ էր մնացել, վերջապես խոսեց։ Պարոն Պետրոսյան, իմ 40 տարվա գործունեության ընթացքում ես շատ կոռուպցիա դավաճանություն եմ տեսել։ Բայց հազվադեպ եմ տեսել, որ $1 միլիարդ հնարավորություն զոհաբերի ճշմարտության անվան համար։ Դա հազվադեպ է։ Եվ արժեքավոր։ Ես համաձայն եմ իմ գործընկերների հետ։ Երբ տունը մաքրեք, խնդրում եմ կապվեք մեզ հետ։ Մենք հետաքրքրված կլինենք զրուցելով։ Արմենը տարօրինակ զգացմունքների խառնուրդ զգաց։ Թեթացում, որ իրեն չեն մեղադրում։ Հաստատում, որ ճիշտ ընտրություն է կատարել։ Բայց նա խորը մշտական ցավ դավաճանությունից։ Կարևոր չէր, թե քանի ներդրողներ էին նրան գովաբանում։
Մարդը, որին նա եղբայր էր համարում, փորձել էր ոչնչացնել իրեն։ Շնորհակալություն, պարոն Այգ։ Ձեր խոսքերն ավելին են նշանակում, քան դուք պատկերացնում եք։ Արմենը խորը շունչ քաշեց։ Հիմա, եթե ներողություն խնդրեք, ես պետք է զբաղվեմ այս ներքին գործերով։ Իմ թիմը ձեզ կուղեկցի հյուրանոց կհամոզվի, որ դուք ունեք այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է ձեր վերադարձի ճանապարհորդության համար։ Ներդրողները սկսեցին վեր կենալ, հավաքելով իրենց պորտֆելներն ու սարքերը։ Հեռանալուց առաջ յուրաքանչյուրը սեղմեց Արմենի ձեռքը, արտահայտելով հարգանք ապագայի հանդեպ հետաքրքրություն։ Երբ դուռը փակվեց նրանց ետից, սենյակում մնացին միայն Արմենը դավադիրները։ Լռությունը ճնշող էր։ Դավիթը նայում էր հատակին։ Վարդանը նյարդայնորեն մաքրում էր ակնոցները 5-րդ անգամ։ Նարինեն դեռ լաց էր լինում, հիմա ավելի լուռ։ Գրիգորը կանգնած էր փակված դռան մոտ, ձեռքերը խաչած, դեմքի արտահայտությունը անընթեռնելի էր։ Դուք ունեք 5 րոպե, հանգիստ ասաց Արմենը։ 5 րոպե, ձեր անձնական իրերը հավաքելու շենքից դուրս գալու համար։ Դրանից հետո իմ անվտանգության աշխատակիցները հրաման ունեն ֆիզիկապես հեռացնել ձեզ, եթե դեռ այստեղ եք։ Ձեր մուտքը բոլոր համակարգեր չեղարկվել է։ Ձեր կորպորատիվ էլ փոստը անջատվել է։ Ձեր ընկերության հետ կապված բանկային հաշիվները սառեցվել են։ Արմեն, սպասիր։ Փորձեց Դավիթը։ Լռություն, մռնչաց Արմենը, նրա ձայնը արձագանքեց սենյակում։ Դու իրավունք չունես ինձ հետ խոսելու։ Ոչ ոքը չունի։ 12 տարի, Դավիթ։ 12 տարի ես վստահում էի քեզ։ Ես քեզ ընկերության բաժնեմաս տվեցի։ Ես քեզ հարստացրի։ Ես քեզ հետ վարվեցի ինչպես եղբոր։ Եվ դու դավադրություն կազմակերպեցիր ինձ ոչնչացնելու համար։ Ինչով։ Ագահությունից։ Նախանձից։ Բացատրիր դա ինձ։ Դավիթը գլուխը բարձրացրեց, արցունքները հոսում էին նրա դեմքով։ Որովհետև ես հոգնել էի միշտ երկրորդ լավագույնը լինելուց։ Փոխնախագահը։ Աջ ձեռքը։ Երբեք առաջնորդը։ Երբեք տեսլականը։ Միշտ նրա ստվերում։ Եվ երբ ես տեսա վերջապես ղեկավարը լինելու հնարավորությունը, ես թույլ տվեցի, որ դա ինձ կլանի։ Դա սխալ էր։ Դա սարսափելի էր։ Եվ ես կզղջամ դրա համար իմ կյանքի մնացած մասը։ Ոչ, սառնորեն ասաց Արմենը։ Դու կզղջաս, որ բռնվել ես։ Եթե ես չստանայի այդ ֆայլերը, դու հիմա կտոնեիր քո կատարյալ կողոպուտը։ Մի ծածրու, թե սա զղջման մասին է։ Սա հետանքների մասին է։ Նա դիմեց Վարդանին, իսկ դու։ Ես փրկեցի քո որդուն։ Ես $100,000 վճարեցի բժշկական օգնության համար, երբ ապահովագրական ընկերությունները մերժեցին ապահովագրությունը։ Քո ընտանիքը իր կյանքն է ինձ պարտական։ Ինչպես կարողացար։ Վարդանը չէր կարողանում նայել Արմենի աչքերի մեջ։ Ես արդարացում չունեմ։ Դա անհիմն էր։ Ես վախկոտ եմ դավաճան։ Դու ճիշտ ես, որ ատում ես ինձ։ Նարինեին, ես քեզ պաշտոնի բարձրացում տվեցի, երբ ոչ ոք քեզ չէր հավատում։ Երբ մյուս ընկերություններն ասացին, որ դու բավարար փորձ չունես, ես քեզ հնարավորություն տվեցի։ Ես քեզ նշանակեցի մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Հայաստանի ամենամեծ տեխնոլոգիական ընկերությունում։ Եվ դու օգտագործեցիր այդ պաշտոնը մրցույթի համար իմ աշխատակիցներին հավաքագրելու համար։ Իմ թիմը խաթարելու համար։ Ինչպես ես քնում գիշերները։ Նարինեն հիմա անկառավարելիորեն լաց էր լինում։ Ես փողի կարիք ունեի, ամուսինս կորցրեց աշխատանքը, մենք պարտքերի մեջ ենք, ես խուճապի մատնվեցի, երբ Դավիթը ելք առաջարկեց, ես այնպիսի հիմար եմ։ Ինչպիսի հիմար։ Եվ վերջապես, Գրիգորը։ Դուք պատասխանատու էիք տեղեկատվական անվտանգության համար։ Ձեր միակ գործառույթը ընկերությունը սպառնալիքներից պաշտպանելն էր։ Եվ դուք դարձաք սպառնալիքը։ Դուք վաճառեցիք գաղտնաբառեր, անջատեցիք պաշտպանությունները, թույլ տվեցիք, որ արդրային գաղտնիքները գողանան։ Դուք դավաճանեցիք այն ամենը, ինչ երդվել էիք պաշտպանել։ Վերջապես Գրիգորը խոսեց ցածր, բայց վճռական ձայնով։ Ես արդարացումներ չունեմ։ Ես ընտրություն եմ կատարել։ Ես պատրաստ եմ հետանքներին։
Արմենը ժեստ արեց դռան մոտ կանգնած անվտանգության աշխատակիցներին։ 5 րոպե։ Ուղեկցեք նրանց, որպեսզի վերցնեն իրենց իրերը։ Ապա հեռացրեք տարածքից։ Եթե դիմադրեն, զանգահարեք ոստիկանություն։ Երբ նրանց դուրս էին տանում, Դավիթը վերջին անգամ հետ նայեց։ Արմեն, իսկապես ցավում եմ։ Դու իմ լավագույն ընկերն էիր։ Եվ ես դա ոչնչացրի։ Ես երբեք ինքս ինձ չեմ ների։ Լավ, պատասխանեց Արմենը։ Որովհետև ես քեզ երբեք չեմ ների։ Երբ դուռը փակվեց, Արմենը վերջապես մենակ մնաց խորհրդակցական սենյակում։ Նա մոտեցավ պատուհանին, նայեց ներքի քաղաքին։ Երանը շարունակում էր իր սովորական առօրյան։ Մարդիկ գնում էին աշխատանքի, ապրում էին իրենց կյանքով, լիովին անտեղյակ 20 հարկ վերում տեղի ունեցած դրամայից։ Նրա հեռախոսը զանգեց։ Արտակն նրա փաստաբանը։ Արմեն, ես ստացա քո գործերը։ Դրանք ամուր են։ Շատ ամուր։ Մենք կարող ենք քրեական քաղաքացիական հետապնդում իրականացնել։ Նրանք կհայտնվեն բանտում, տասնամյակներ շարունակ փոխհատուցում կվճարեն։ Ուզում ես, որ ես սկսեմ։ Այո։ Օրենքի ողջ ուժով։ Ոչ մի գործարք։ Ոչ մի զիջում։ Նրանք ուզում էին ոչնչացնել ինձ։ Հիմա նրանք կսովորեն, թե իրականում ինչ է նշանակում ոչնչացումը։ Հասկացա։ Իսկ ինչ կասեք կաշառված խորհրդի անդամների մասին։ Նա։ Բոլորը։ Մաքրեք ամեն ինչ։ Ես ուզում եմ մի ընկերություն, որտեղ կրկին կարող եմ վստահել յուրաքանչյուր մարդու։ Վերականգնելու համար ժամանակ կպահանջվի։ Եվ հեղինակությունը, նույնիսկ եթե դուք զոհն եք։ Գիտեմ։ Բայց ես այլընտրանք չունեմ։ Կամ սա է խնդիրը, կամ հանձնվելը։ Եվ ես չեմ հանձնվելու։ Արտակը լռեց։ Արմեն, կարող եմ անձնական հարց տալ։ Իհարկե։ Ինչպե՞ս ես։ Զգացմունքային առումով։ Սա պարզապես բիզնես չէ։ Նա քո լավագույն ընկերն էր։ Արմենը փակեց աչքերը։ Հարցը սուր նյարդայնացրեց ինձ։ Ես չգիտեմ։ Զայրացած եմ։ Վիրավորված։ Դավաճանված։ Բայց նա տարօրինակ թեթացած։ Որովհետև հիմա գիտեմ, թե ովքեր են նրանք իրականում։ Ավելի լավ է, քան շարունակել ապրել ստի մեջ։ Ուզում ես, որ թերապևտ խորհուրդ տամ։ Սա իսկական տրավմա է, Արմեն։ Օգնություն փնտրելու մեջ ամոթ չկա։ Գուցե։ Թող նախ ամեն ինչ մշակեմ։ Հետո կխոսեմ քեզ հետ, Արտակ։ Արմենը անջատեց հեռախոսը, կանգնեց այնտեղ, փորձելով կազմակերպել իր մտքերը։ Հաջորդ մի քանի շաբաթները դժվար էին լինելու։ Դատական գործընթացներ։ Լրատվամիջոցների ուշադրություն։ Գործադիր թիմի վերակառուցում։ Աշխատակիցների վստահության վերականգնում։ Հնարավոր է լիարժեք աուդիտ, ստուգելու համար, որ այլս թաքնված դիվերսիաներ չկան։ Բայց կային նա հնարավորություններ։ Ներդրողները տպավորված էին նրա ազնվությամբ։ Երբ ամեն ինչ հանդարտվեր, նրանք կարող էին իրականում հետաքրքրված լինել նրա հետ աշխատելով։ Պատմությունն, թե ինչպես նա զոհաբերեց $1 միլիարդ միաձուլումը, խարդախությունը բացահայտելու համար, կարող էր իրականում ամրապնդել նրա հեղինակությունը երկարաժամկետ հեռանկարում։ Եվ անձամբ, որքան էլ ցավալի լիներ, նա ազատ էր թունավոր մարդկանցից, ովքեր իրենց ընկերների տեղ էին դնում։ Ավելի լավ է մենակ, քան բաց շրջապատում։ Նրա մայրը դա էր ասում, երբ նա երեխա էր։ Նա երբեք լիովին չէր հասկացել դա մինչ հիմա։ Ժամեր անց կեսօրին, Արմենը դեռ իր գրասենյակում էր, փաստաթղթեր էր ուսումնասիրում, երբ անսպասելի զանգ ստացավ։ Դա Դավիթի 15-ամյա որդին էր, Տիգրանը։ Արմեն քեռի։ Տղայի ձայնը դողում էր։ Հայրս հենց նոր տուն եկավ։ Նա ես նրան երբեք այսպես չեմ տեսել։ Լաց լինելիս, իրեր կոտրելիս։ Ինչ է պատահել։ Արմենը սրտում ցավ զգաց։ Տիգրանը մեղավոր չէր։ Նա պարզապես երեխա էր, որը հայտնվել էր անպատասխանատու մեծահասակների կողմից պատճառված ավերածությունների մեջ։ Տիգրան, քո հայրը վատ բիզնես որոշումներ է կայացրել։ Շատ վատ։ Եվ հիմա նա բախվում է հետանքների հետ։
Ցավում եմ, որ դու պետք է սա տեսնես։ Նա ասաց, որ դու ոչնչացրել ես նրան, որ դու նրանից ամեն ինչ խլել ես։ Բայց նա ասաց, որ արժանի է դրան։ Ես չեմ հասկանում, քեռի Արմեն։ Դուք երկուստ լավագույն ընկերներ եք։ Ինչը կարող է այդքան վատ լինել, որը։ Հարցրու հորդ, Տիգրան։ Սա իմ պատմությունը չէ, որ պատմեմ։ Բայց ես ուզում եմ, որ դու իմանաս, որ անկախ նրանից, թե ինչ է պատահել իմ քո ծնողների մեջ, դու Լուսինեն մեղավոր չեք։ Եթե քեզ ինչ-որ բան պետք լինի, կարող ես զանգահարել ինձ։ Հասկացա՞ր։ Դու դեռ մեր կնքահայրն ես։ Նույնիսկ այսքանից հետո։ Արմենը ստիպված էր կանգ առնել, շնչելու զգացմունքները զսպելու համար։ Այո։ Ես դեռ այդպիսին եմ։ Ես միշտ այդպիսին կլինեմ։ Հոգ տար քրոջդ մասին, լավ։ Եվ մորդ մասին։ Նրանք քեզ կարիք են ունենալու։ Երբ նա անջատեց հեռախոսը, Արմենը վերջապես թույլ տվեց, որ արցունքները հոսեն։ Ոչ թե Դավիթի կամ մյուս դավադիրների համար, այլ անմեղ երեխաների համար, որոնց կյանքը անխուսափելիորեն տուժելու էր ծնողների եսասիրությունից։ Իր սեփական նորացված միայնության համար։ Այն բարեկամության մահվան համար, որը չնայած ամեն ինչի իր համար իրական նշանակություն ուներ, նույնիսկ եթե այն ամբողջությամբ հիմնված էր ստի վրա։ Հաջորդ շաբաթների ընթացքում պատմությունը արտահոսեց լրատվամիջոցներում։ Հայ գործարարը բացահայտում է ներքին դավադրությունը, վերնագրերում գրված էր։ Արմենը միաժամանակ դարձավ իր ազնվության համար հիացմունքի այդքան դաժանորեն դավաճանված լինելու համար կարեկցանքի առարկա։ Նա հրաժարվեց հարցազրույցների մեծ մասից, կենտրոնանալով իր ընկերության վերականգնման վրա։ Դավիթին, Վարդանին, Նարինեին, Գրիգորին պաշտոնապես մեղադրանք առաջադրվեց խարդախության, յուրացման, դավադրության տասնյակ այլ հանցագործությունների մեջ։ Ապացույցներն այնքան ծանրակշիռ էին, որ նրանց փաստաբանները առաջարկեցին մեղավոր ճանաչվել, պատժի մեղմացման դիմաց։ Այնուամենայնիվ, բոլորին սպառնում էր տարիներ ազատազրկում։ Կաշառված խորհրդի անդամները հրաժարական տվեցին նախքան նրանց հեռացնելը։ Արմենը նոր խորհրդի անդամներ հավաքագրեց խիստ ստուգման հղումների ստուգման գործընթացի միջոցով։ Նա ներդրեց նոր անվտանգության արձանագրություններ, շարունակական աուդիտ անանուն մատնանշման մեխանիզմներ, ապագա դավադրությունները կանխելու համար։ 3 ամիս անց Մորիսոնը զանգահարեց։ Արմեն, ես մտածում էի։ Այն միաձուլումը, որը մենք քննարկեցինք, ակնհայտորեն տեղի չունեցավ։ Բայց ինչ կլինի, եթե մենք նախ ինչ-որ ավելի փոքր բան անենք։ Ռազմավարական ներդրում։ Ես կապիտալը կներդնեմ, դու կպահպանես գործառնական լիակատար վերահսկողությունը, մենք ժամանակի ընթացքում վստահություն կկառուցենք։ Հետաքրքրված ես։ Նա մի քանի ներդրողներից առաջինն էր, ով վերադարձավ։ Պարզվում է, որ կոռուպցիայով խարդախությամբ լի բիզնես աշխարհում գործադիր տնօրենի անմիջական շահույթը զոհաբերելը ազնվության համար արժեքավոր հազվադեպություն էր։ Հաջորդ 6 ամիսների ընթացքում Արմենը փոքր, բայց ամուր գործարքներ կնքեց այդ աղետալի հանդիպմանը ներկա 4 ներդրողներից 3-ի հետ։ Պետրոսյան Ինդասթրիզը մեկ գիշերվա ընթացքում համաշխարհային հզոր ընկերություն չդարձավ, ինչպես խոստանում էր սկզբնական միավորումը։ Սակայն այն կայուն աճ ապրեց, ամուր հիմքերի հուսալի գործընկերների շնորհիվ։ Եվ Արմենը, չնայած մարդկային բնույթի նկատմամբ ավելի զգույշ ցինիկ էր, արժեքավոր դասեր էր քաղել վստահության, ստուգման ազնվության իրական արժեքի մասին։ Հանդիպման օրվանից 1 տարի անց Արմենն իր գրասենյակում էր, երբ մի նամակ ստացավ։ Այն Դավիթից էր, գրված բանտից։ Նա անմիջապես չբացեց այն։ Նա այն օրերով թողեց սեղանին, երբեմն նայելով դրան, բայց առանց կարդալու համարձակության։ Վերջապես, մի խաղաղ գիշեր նա բացեց ծրարը։ Նամակը երկար էր, լի ներողություններով, զղջումներով, բացատրություններով, որոնք իրականում արդարացումներ չէին։ Դավիթը պատմում էր, թե ինչպես էր բանտը իրեն ժամանակ տվել մտորելու, թե ինչպես էր նա ոչնչացրել իր կյանքի միակ իսկական բարեկամությունը, թե ինչպես էին իր երեխաները ամոթով ու հիասթափությամբ նայում իրեն։ Նամակի վերջում միակ հարցը կա։ Արդյոք որ է հնարավորություն, գուցե տարիներ անց, երբ ես այստեղից դուրս գամ, որ դուք կներեք ինձ։ Ոչ թե մենք նորից ընկերներ կլինենք, գիտեմ, որ դա մեռած է։ Բայց պարզապես ներում։ Որպեսզի ես կարողանամ ապրել ինքս ինձ հետ։ Արմենը նամակը դրեց դարակում, առանց պատասխանելու։ Գուցե մի օր կարողանա ներել։ Գուցե, ոչ։
Առայժմ նա կենտրոնացած էր առաջ շարժվելու, անցյալի ստվերներից զերծ ապագա կառուցելու վրա։ Որոշ վերքեր ժամանակի կարիք ունեն։ Որոշները կարող են երբեք լիովին չբուժվել։ Բայց նա գոյատել էր։ Նրա ընկերախումբը գոյատել էր։ Եվ այդ ընթացքում նա իր մեջ հայտնաբերել էր մի ուժ, որի մասին չգիտեր, որ ունի։ Ուժ, դիմակայելու դավաճանությանը, բացահայտելու ճշմարտությունը, նույնիսկ երբ դա թանկ նստի իրեն, վերականգնելու ավերակներից։ Սա նրա պատմությունն էր։ Ոչ թե այն, որը նա կընտրեր գրել, այլ այն, որը պետք է ապրեր։ Եվ հիմա, վերջապես, նա պատրաստ էր հաջորդ գլխին։ Եթե այս պատմությունը որևէ կերպ ազդել է ձեզ վրա, եթե երբեք դավաճանություն եք զգացել ձեր մասնագիտական կամ անձնական կյանքում, թողեք մեկնաբանություն, կիսվելով, թե ինչպես եք հաղթահարել այն, եւ եթե դեռ չեք բաժանորդագրվել ալիքին, մտածեք դա անել հիմա։ Ավելի շատ իրական պատմություններ դիտելու համար, որոնք մեզ ստիպում են մտորել հավատարմության, վստահության այն դժվար ընտրությունների մասին, որոնց մենք բոլորս ի վերջո բախվում ենք, որովհետև վերջի վերջո ոչ թե մարտահրավերներն են որոշում, թե ով ենք մենք, այլ այն, թե ինչպես ենք ընտրում արձագանքել դրանց։